Հարգելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ, Տիկին Կարապետյանն այստեղ է։ Տիկին Կարապետյան, ես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդում եղել եմ Ադրբեջանում հայատացության ուսումնասիրող փորձագետ։ Գրել եմ գիրք դրա մասին։ Իդեպ մեկը կարող եմ ձեզ նվիրել, վստահ մի փոքր բան կփոխվի ձեր մոտ։ Ի տարբերություն ձեզ, իմ ու ձեր ուսումնասիրությունները իրարից ահավոր շատ տարբերվում են ու բնավ տրամաբանական ոչ մի կապ չկա իրենց միջև։ Ես միշտ ազդարարել եմ այն վտանգների մասին, որոնք որ մեծամասամբ իրականացել են ու ցավոք սրտի իրավացի, ցավոք, բայց իրավացի։ Դուք ինչպես այսօր փոքրացել եք նրանցից եկող վտանգները, շփվել եք Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշում ունեցող շրջանակների հետ, ես հակառակը։ Այցելություններ են եղել հայկական դելեգացիայի տրամաբանության ներքո, բայց ոչ թաքուն եւ միայնակ։ Ես ներկայացել եմ հաղթած երկրի շահերը ու դրա մասին պարզ ճակատով ասել եմ ադրբեջանցիներին։ Ինչպես այսօր դա ասում եմ ձեզ, Տիկին Կարապետյան։ Ադրբեջանի ուսումնասիրությունը ինձ այսօր բերել է այստեղ եւ մշտապես իմ ուսումնասիրությունները այսօր անգամ հուշում են նրա մասին, որ այն աղետները, որոնք որ եղել են ժամանակին, նաև կարող են կրկնվել բոլորիս հետ, առանց որևէ խտրականության։ Պարոն Ռուբինյանի հարցը բոլորովին էլ պատահական չի եղել։ Ես աշխատելով Արցախում շատ լավ գիտեմ, որ Թուրքիա գնացած մեր հայ երիտասարդները բազում անգամ հավաքագրվել են, բայց չգիտես ինչի պարոն Ռուբինյանը դա հերքեց։ Հաջորդը Ինչ է հերքեցի։ դուք ասացիք, որ դրա հետ կապ չունեք, այդքան բան։ Հա չգիտեք ինչի հերքեցի։ Դե ես ասեցի, ինչ ասեցի։ Ինչ ասեցի։ Պարոն Ղազարյան, պարոն Աղաջանյան եւ պարոն ներողություն, պարոն Աղաջանյան եւ Տիկին Ղազարյան։ Ադրբեջանի մասին ընդհանրապես մի խոսեք, էլի։ Դուք այդ թեմայի մասին մի անդրադարձեք։ Ձեր ասածների մեջ ոչ տրամաբանական կապ կա, ոչ էլ առհասարակ հիմնավորումներ։ Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությունը բացի տարածքային պահանջներից, որոնք պարբերաբար հնչում են, արդեն անցել են կարմիր գիծը, որի մեջ մտնում է շատ ավելի կարևոր պարագաներ։ Մի հատ կարգին հաղորդում սկեչ կար, որ ասում էր գնդակ, գոլ։ Հիմա բացատրեմ դա ինչ է նշանակում։ Բացի տարածքային պահանջներից, նաև եղել է հիմա գործում է Արևմտյան Ադրբեջան հակահայկական կառույցը, որը պարբերաբար խոսում է Հայաստանում էթնիկ փոփոխություն կատարելու մասին եւ մշտապես սպառնալիքի տակ է պահում Հայաստանի ժողովրդին։ Հաջորդ հանգամանքը կա կանխարգելիչ մեթոդներ, որոնք իրականացում են վերլուծական հիմքով եւ մի փոքր կարևոր հանգամանք նշեմ, կարծում դա ձեզ կօգնի։ Եթե պետությունը անտեսում է հակառակորդի պաշտոնական հայտարարությունները, որը դուք անում եք, ապա հրաժարվում է անվտանգության ռազմավարական պլանավորման կարևորագույն սկզբունքներից։ Մյուս հատվածը, պարոն Աղաջանյան, Տիկին Ղազարյան, ես կարծում եմ, որ 2018 թվականից հետո ձեր մոտ ռեգրես կլիներ, ավելի ճիշտ պրոգրես կլիներ, բայց չգիտես ինչի, հիմա ռեգրես եմ նկատում։ Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական հայտարարությունները հետագայում մշտապես, գրեթե մշտապես, իրականություն են դարձել։ Դուք ոնց թքած ունեք կամ միգուցե արհամարել եք հայ ժողովրդի քվեն, որ հունիսի 7-ի եւ հունիսի 8-ի լույս 02:00-ին կանգնեցել եք ձայների հաշվարկը, այնպես էլ թքած ունեք կամ արհամարած ունեք Ադրբեջանի պաշտոնական հայտարարություններին։ Ինչ վերաբերում է 300,000 ադրբեջանցիների փաստին, մեր խմբակցության կողմից ընտրություններից առաջ եւ հիմա, որ դրա մասին խոսում ենք, եղել է պարզ առաջարկ Սաֆարովյան օրենքի ընդունումը, որի մասին ապագայում կփորձենք քննարկել։ Դա որ ընդունեք, մեր կողմից էլ այդ խոսույթը կփակվի, ու այդ խոսույթը հիմնավոր փաստերի վրա է կայացած։ Մասնավորապես պաշտոնական հայտարարությունների, մասնավորապես այն պետական քարոզի իդեպ Արևմտյան Ադրբեջան հակահայկական կառույցը ֆինանսավորում է Ադրբեջանի պաշտոնական կառավարման օղակներից, հանձինեց Իլհամ Ալիևից։ Դա վկայող եւ փաստարկված հիմքերով ապացուցված իրականություն է։ Ուզեք ընդունեք, չուզեք, դա իրականություն է, պարոն Աղաջանյան։ Հաջորդը, պարոն Թունյան, իմ գործընկեր Պարոն Ղազարյանը լայն գործիքակազմ ունի, ամենայն հարգանքով ձեր հանդեպ։ Բայց տեսնում ենք, բայց դուք էլ եք տեսնում մեր կողմից ԱԺ աշխատանքների մեր տրամաբանությունը
եկեք մեր աշխատանքները ջուրը չգցենք։ Սա որպես առաջարկ։ Մյուս հատվածը։ Վերջապես պարոն Կոնջյանի կանադառնանք, որովհետև հիմնական ելույթը ձեզ է վերաբերում, պարոն Կոնջյան։ 2018 թվականին դուք խոստանում էիք նոր քաղաքական մշակույթ։ Խոստանում եք, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս երկակի ստանդարտներ չեն լինի։ Կլինի օրենքի հավասար պայմաններ։ Անցել է 8 տարի, պարոն Կոնջյան։ Ինչ է մնացել ձեր խոստումներից։ Այսօր դուք առաջադրվել եք որպես ազգային ժողովի փոխնախագահ, դուք ոչ միայն ներկայացնում եք ձեր քաղաքական թիմը, այլ նաև կրում եք քաղաքական պատասխանատվությունը։ Վերջին օրերին հասարակությունը քննարկում է աղմկարարույց հարցեր, որոնցից մեկում իդեպ քրեական վարույթ է արդեն անցել, սկսվել, ինչպես տեղեկացա մամուլից։ Քաղաքական պատասխանատվությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում են արդարացումները։ Վերջապես ընդունեք այդ սխալները, պարոն Կոնջյան։ Դուք հաճախ եք խոսել օրենքի գերակայությունից։ Հիմա հասարակությունը իրավունք ունի այդ նույն սկզբունքայնությունը տեսնել ձեր կողմից, պարոն Կոնջյան։ Եթե տարիներ շարունակ պահանջել եք ամենաբարձր չափանիշներ ուրիշներից, ապա այսօր եկել է այդ չափանիշները պահանջելու ինքներդ ձեզնից։ Պարոն Կոնջյան, քաղաքական հեղինակությունը պաշտոնով չի ստեղծվում։ Այն ստեղծվում է այն պահին, երբ հասարակությունը համոզվում է, որ այդ քաղաքական պաշտոնյան մինչև այդ կատարած իր գործերով արդեն ունի եւ վստահություն, եւ իհարկե քաղաքական կշիռ։ Եվ այստեղ գլխավոր հարցը. այսօր դուք ներկայացնում եք նոր քաղաքական մշակույթ, որի մասին խոսում եք 2018-ին, թե դարձել եք այդ նույն քաղաքական մշակույթի կրողները։ Ես դեմ եմ ոչ միայն մեկ անձի, այսինքն ձեր անձի մասին է խոսքը, պարոն Կոնջյան, որպես տեխնացու, այլ այն քաղաքական մտածելակերպին, որի համար պաշտոնը դարձել է նպատակ, ոչ թե պատասխանատվություն։ Դեմ եմ այն քաղաքական մշակույթին, որը խոստացավ փոխել Հայաստանը, բայց արյուտես փոխարենը փոխեց միայն պաշտոն զբաղեցնող մարդկանց անունները։ Ժողովուրդը վերջում ասում է իր խոսքը, դա անկասկած։ Եվ այդ խոսքը ավելի բարձր է հնչում, քան ԿՊ խմբակցության քվեարկությունը։ Շնորհակալություն։